երեխաներ ով կհիշեցնի, ո՞րն է մեր նախորդ դասի թեման։ Հարմար։ Երկնիշ թվերի համեմատում։ Այո, երկնիշ թվերի համեմատում։ Եկեք մի փոքր վերհիշենք, որոնք են երկնիշ թվերը։ Եկեք անվանենք երկնիշ թվեր։ Սամվել։ 10 Այո։ Նայա։ 20 Ես Էլա։ Միայն գլոխ տասնյակներ են, միայն գլոխ տասնյակներ են։ 81 81 շատ ապրես։ Դու ասա, Մարիջան։ 22 շատ ապրեք, երեխաներ իսկ այդ թվերը ինչու են կոչվում թվանշանով են գրվում, երկու թվանշանով են գրվում։ Այ օրինակ 65-ը, որ երկու թվանշաններով ենք մենք գրում դանի։ 65-ը, որ երկու թվանշաններով ենք գրում։ Գրեց երկու շատ ապրեք։ Այո, դուք ասացիք երկնիշ թվեր, հիմա ուզում եմ, որ հուշակեք այն երկնիշ թվերը, որոնք ոչ, ես եմ մտապահել, պատրաստենք երեխաներ, անհատական թվերը բացում ենք և աշխատում ենք առանց աղմուկի։ Իմ մտապահած թվը ունի 4 տասնյակ 4 տասնյակ 2 միավոր։ Այո, գեղեցիկ բացակում ենք, շատ ապրեք, Էվա 4 տասնյակ։ Ես մտապահել եմ ձեր ցույց տված թվից հաջորդ կլոր տասնյակը, հաջորդ կլոր տասնյակը։ Հաջորդ կլոր տասնյակը, ինչ պետք է ունենա։ Այո, մայր բայց ու հաջորդն է ցույց տվել, թե նախորդ։ Ես ունենի ասեք, այո, շատ ապրեք, 50-ն էր հաջորդ կլոր տասնյակը, բայց եկեք վերհիշենք, ինչու է կոչվում կլոր տասնյակ, ո՞ր թվերն ենք անվանում կլոր տասնյակներ։ Ասա Մարիա ջան։ Որոնք վերջանում են 0-ով։ Այո, 0-ով է վերջանում, բայց ինչու են 0-ով վերջանում, ինչ չունենք, հրաչ։ Ինչ ունենք։ Միայն տասնյակներից կազմված թվերը կոչվում են կլոր տասնյակներ։ Ես մտապահել եմ ամենափոքր երկնիշ թիվը։ Ցույց տվեք իմ ամենափոքր երկնիշ թիվը, ամենափոքր երկնիշ թիվը, ապրես։ Սուրեն է միայն ճիշտ։ Ապրես մարդուն, այո, ճիշտ է։ Ամենափոքր երկնիշ թիվը ո՞րն է։ Ձերքով եմ պատասխանում։ Ասա, շատ Ասից է տալիս ամեն որևէ մեկը կարդաբարձրազան 56 հիմա դու գրատախտակի գրելու ես այս նույն հիմա թվանշանները մի քիչ մեծ է կենտրոնական հաստատում երեխաներ ճիշտ գրեց շատ լավ եկեք նույնքան ջեն Ինչ կարող եմ ասել Մարիան։ 56-ը զույգ թիվ է։ Ո՞ր թվերն է կոչվում զույգ թվեր Մարիան։ 11 Մի թվարկի, դու ասա համի ձևակերպումը։ Ո՞ր դեպքում ենք անվան համարում, որ թիվը զույգ է։ Որ երկու թվերով է։ Դա երկու։ Որ եթե տասնյակը զույգ է, ամենամաղողջ չէ, միավոր զույգ է, ամենամաղողջ թիվը զույգ։ Շատ է, այո, ապրես Արեգան։ Եթե միավորը արի, միավորը ցույց տուր, 56 թվի միավորը ո՞րն է։ Այ երեխաներ, ապրես Արեգան, նստի։ Եթե միավորը զույգ է, 6 զույգ թիվ է, ուրեմն ամբողջ թիվը զույգ է։ Հասկացա՞ք Մարիան ջան։ Շատ լավ։ Անցանք առաջ Արման։ Երկնիշը, այո։ Ուրիշ ձերքեր, ուրիշ ձերքեր։ Դանիել ջան, հաջորդ թիվը ո՞րն է։ 57 Շատ ապրես։ Իսկ նախորդ թիվը, Սամվել, նախորդ թիվը։ Սամվել ջան, 56-ի նախորդ թիվն է։ Շատ ապրես։ Ով չմասնակցել, տեսնեմ, ով աշխատում։ Հաջորդ կլոր տասնյակը ո՞րն է 56-ի։ 56
56-ից հետո որ կլոր տասնյակն է հաշվելիս հանդիպում։ 56-ից հետո 57, 59, 60, հաջորդ թե նախորդ կլոր տասնյակ։ Այո, հաջորդ կլոր տասնյակն է, դա նախորդ կլոր տասնյակն է։ 56-ի նախորդ կլոր տասնյակը և նախորդ կլոր տասնյակը 60-ը հաջորդն է, մատու 50, այո, հետ ենք հաշվում, եկեք հետ հաշվեն 55, 56, 53, 51, այո, նախորդ կլոր տասնյակը 50, քանի տասնյակ քանի միավոր ունյաց թիվը։ Քանի տասնյակ քանի միավոր ունյաց թիվը, Եվա։ 5 տասնյակ 6 միավոր։ Այո, պարունակում է 5 տասնյակ 6 միավոր։ Իսկ քանի միավոր ունի թիվը մարդու։ Ամբողջ թիվը ունի 56։ Ահա, ապրել։ Հիմա տեսնենք գործնականում կարողանում եք դուք կազմել անհավասարություն։ Կանցելի ազատակին Այո, ինչ արավ արել։ Այո, ես ինչ թվեր կան։ Ընտրում ես, երբ կազմում ես անհավասարություն։ Միայն արել։ Ո՞ր ուզում ես ցանկացած է։ Ամրացրու է։ Նշաններից որն ես ընտրում։ Եթե անհավասարություն է կազմելու, կարող է ինքը։ Ոչինչ, ոչինչ։ Որտե՞ղ։ Այո, քանի ոչինչ կարող։ Կարքան հավասարությունը փոխարինի։ 94-ը մեծ է 68-ի։ Համաձայն ենք։ Այո։ Հարցը կիսատ թողեցի, որ չհուշեմ արելի։ Կարող է ինքը հավասարման նշան օգտագործել։ Ով կասի ինչ-որ։ Ասա այվաջը, ինչու չեք կարող։ Այսինքն, եթե կազմել հավասարման նշանով ինքը կազմել ինչ։ Հավասարություն։ Շատ ապրել, բայց ես ինչ իրան համտվեցին։ Կազմում է անհավասարություն։ Իպակի գործնական աշխատանք պատարեն։ Ինչ է սա։ Եվա։ Շապավեն։ Ինչ կարող են չափել։ Ինչ կարող են չափել շապավենի։ Քանակը։ Ակնհայտ չի քանակը, քանի հատ շապավեն է։ Այսինքն արդեն երևում է, ինչ կա չափելու հաշվելու։ Ինչը կարող են չափել։ Երկարությունը։ Իսկ ինչով չափել երկարությունը։ Կանոնով մենք ճանաչում ենք քանոնը որպես երկարության չափման ոճ, ճիշտ է։ Եկեք չափենք։ Չափի այս շապավենի երկարությունը։ Նա բացատրի ոնց է ստանել, որ ճշգրիտ չափես։ Ինչ ենք անելու։ Շապավենը, եթե երկար, պետք է մի քանի անգամ կանոնը տեղաշարժի։ Տեղադրել, շատ ապրել, բայց ես կանոնը ոնց դնեմ, որ ճիշտ չափեմ։ Այ եթե ես այսպես եմ դնում, ճիշտ է չափում։ Ո՞նց պետք է դնենք։ Այո, պետք է շապավենի սկիզբը համընկնի 0-ին։ Հիմա այստեղ 25 սանտիմետր է, չէ։ Մի անգամ էլ տեղադրիր, դրացու կանոնը, մի անգամ էլ տեղադրիր, մի հատ էլ 25 եղավ, չէ, հետ 50, և մի անգամ էլ տեղադրիր, 18, 68 սանտիմետր է ժապավենի երկարությունը։ Ես ուզում եմ, որ դուք լատախնալի արի ժապավենի երկարությունը, ժապավենը, քանի սանտիմետր է։ 60 սանտիմետր երկարություն սանտիմետր։ Շատ ապրել։ Շատ ճիշտ ասես, մենք կարող ենք չափել կանոնով։ Ենթադրենք հարկավոր է հաղորդել
արել։ Այդ դերցակը պետք է գործկատերի չափ վերցնի, չէ՞։ Կարող է կանոն այսպես տտտել։ Չնայած կան նաև այդպիսի կանոններ, որոնք բայց ամեն դեպքում ճշգրիտ չի լինի, չէ՞։ Ահա։ Իսկ ինչ են օգտագործում դերցակները։ Կարող են այս կանոնով վերցնել գործկատերի չափը։ Մի անհարմար է։ Մետր են օգտագործում, դուք տեսել եք դրանից ձեր տներում։ Ահա, ես ես համար այստեղ պատրաստել եմ։ Սա է, էլի նույն կանոնի բաժանումներում է։ Հիմա ես ուզում եմ չափենք, ասենք հրատախտակի երկարությունը։ Կարող եք այս կանոնով։ Անհնար է չափել երկարությունը։ Կարող եք չափել։ Կդնեմ, սկզբնակետի հետ։ Ահա, դեռ կհիշեմ, կտեղ ապոխեմ, այս մինչև ես չափել չեմ կարող։ Երկար կտևի, շատ ժամանակ կխլի։ Իսկ եթե ես ուզում եմ օրինակ չափել ես պատի երկարությունը, պատկերացնում եք ինչքան երկար ժամանակ կտևի։ Այո, դրա համար այդ գործիք են, չէ՞, օգտագործում արել։ Ո՞ր գործիքն եք օգտագործում։ Մետրն եք օգտագործում, բա մետրը սրանից ինչով է տարբերվում։ Որովհետև մետրը իրանից մեծ է։ Երկար է։ Ու ավելի քիչ ժամանակ կխլի։ Ահա։ Տեսեք, ես այսօր ձեզ համար մի հատ այսպիսի մետրը պատրաստել։ Ինքը շատ հարմար է, հատկապես բարձրությունները չափելիս, որովհետև կարող ենք տալել և ինքը հիմա եկեք չափենք հրատախտակի լայնությունը։ Արյաման։ Այս ամեն հրատախտակի լայնությունն է։ Վերջում, սկզբնակետը դնում ես արևածին, քանոնի սկզբնակետը այլ տեղազորում է։ Ստեղ որ թիվն է արդեն, կարդայից։ 123, գրանիշ ճիշտ է չեմ ասել, բայց դուք ճանաչում եք, ճիշտ է։ 123 սանտիմետր է ինչը, հրատախտակի լայնությունը։ Շատ ապեր։ Մարդուն արմանի հասակը չափել։ Հասակը չափելու համար ո՞րն է հարմար ավելի սա։ Եվ նույն մետր են երեխաներ։ Ո՞ր ես ընտրում, ո՞ր գործիքն ես ընտրում։ Սա ես ընտրում։ Երևի մի փոքր տալենք, որ հարմար լինի, մի քիչ տալենք։ Շատ լինի։ Չէ, շատ չի։ Ես առաջարկում եմ նամանը մոտեն այսպես հրատախտակին։ Այս դուքի հետ է համընդի, դե են կոմբինարման ջան, դու չապնում ես մինչև ես դուքի եղած բացությունը, զրոն կտիշ, զրոն որտեղ են դնելու, հատակի, զրոն տեղափոխում ես դեպի հապրս, ինչքան է, 199 ոչ, արդեն 200, 2 մետր է, երկու մետր է արդեն, Նա ուշադիր, տեսել եք այսպիսի մետր։ Երբ է սա օգտագործում։ Մենք էլ ենք գործանում։ Երբ ես ենք օգտագործում։ Ավելի շատ վերանորոգման ժամանակ չափել։ Այս չափել սեղանի երկարություն։ Ահա, այդպես ինչքան է մեր սեղանի երկարությունը։ Կարդաշիվը 120 սանտիմետր է։ 120 սանտիմետր, շնորհակալություն։ Երեխաներ, մենք այսօր տեսանք տարբեր գործիքներ, ճիշտ է։ Սրանք բոլորը ինչը չափելու գործիքներն էին։ Ինչը չափելու գործիքներն էին, Մարի ջան։ Մենք ինչն ենք չափել։ Ինչ հրատախտակի ինչը։ Երկարությունը։ Երեխաներ, երկարությունը ինքը դա մեծությունն է։ Երկարությունը դա մեծությունն է, երբ որ չափում ենք, գնում ենք արդեն նրա թվային արժեքը, այս արդեն կոչվում է չափման միավոր։ Հիմա սեղանի երկարությունը սամեր որքան չափեցիր։ 120 սանտիմետր։ Այս դա չափման
Հիմա եթե ես սա դնեմ սեղանի, կտեսնեք, որ մի քիչ սեղանն ավելի երկար է, որովհետև սեղանի երկարությունը 120 է, չէ՞։ 1 մետր 20 սանտիմետր։ Հիմա որպեսզի հստակ պատկերացնեք չափման միավորների միջև եղած տարբերությունները, երեխաներ, սա 1 սանտիմետր է, նայեք ինչքան է փոքր, արդյոք 1 սանտիմետր է սա, իսկ սա արդեն 1 դեցիմետր է, իսկ դեցիմետրի մասին մենք ինչ ենք հիշում, 1 դեցիմետր 10 սանտիմետր, 10 հատ այսպիսի փոքրիկ սանտիմետր որտեղ հադրեն, մենք կստանամ 1 դեցիմետր, ապրես դելաջանիստի։ Երեխաներ հիմա նայեք, սա 1 դեցիմետրն է, իսկ սա 1 մետրն է։ Տեսնում եք ինչքան են տարբեր։ Հիմա եթե ես սա 10 անգամ տեղադրեմ, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, նոր ստանում եմ 1 մետր։ Հետևաբար, ինչ կարող եք ասել, 1 մետրը քանի դեցիմետր է։ Ես քանի անգամ տեղադրեցի 1 դեցիմետր։ 10 անգամ տեղադրեցի, ստացանք նոր 1 մետր։ Հետևաբար 1 մետր ինչի է հավասար։ 10։ Սա ի՞նչն է։ Դեցիմետր։ 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի։ Մետրն է մեծ թե դեցիմետրը։ Մետրն է մեծ թե դեցիմետրը։ Քանի անգամ է մեծ։ 10 անգամ։ Մետրն է դեցիմետրն է մեծ թե սանտիմետրը։ Քանի անգամ է մեծ։ 10 անգամ մեծ է, այո երեխաներ։ Համեմատաբար փոքր արականների օրինակների դեպի գրքի չափման համար նպատակահարմար կիրառել սանտիմետր և դեցիմետր։ Իսկ համեմատաբար մետրի համար, օրինակ պահարանի, նստարանի, սեղանի դեպքում դեցիմետրը և մետրը։ Նշենք, որ թվարկված միավորներից որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է մետրը։ Եթե մետրը բաժանենք 10 հավասար մասերի, ապա դրանցից յուրաքանչյուրը հավասար կլինի 1 դեցիմետրի։ Այլ կերպ ասած, 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի։ Իհարկե, եթե 1 դեցիմետր բաժանենք 10 հավասար մասերի, ապա կստանանք 1 սանտիմետր։ Ուրեմն, 1 դեցիմետրը հավասար է 10 սանտիմետրի։ Հաճախ հանդիպում են նաև երկարության չափման այնպիսի միավորներ,